Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, հետևողներ։ Նյութի, մակերեսի ու ժամանակի փոխազդեցությունների մասին ենք մենք այսօր խոսելու, մեր դիտակետում այսօր Անի Քանանյանի «Շերտերի արանքում» վերնագրով կերամիկական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսն է, որը օրերս բացվել է Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։ Անի Քանանյանը մեր այսօրվա հյուրն է եւ ես այս պահին սիրով ողջունում եմ մեր տաղավարում։ Ողջույն Անի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Անի, ցուցահանդեսը սովորաբար վերջին տարիների, այսպես ասած, որոնումների հանրագումարն է, չէ՞, այդպես են ասում։ Այսինքն այն ինչ փնտրում էիք, իմի եք բերում եւ ներկայացնում եք հանրությանը։ Ինչ կա ձեր արվեստի այն թաքնված շերտերում, որը նաև վերնագրի մեջ եմ ես տեսնում, այսպես շերտերի արանքում, որը կուզեիք, որ նաև հանրությունը տեսներ։ Նախ ասեմ, նախորդ ցուցահանդեսը, որ ինքս եմ նախաձեռնել, երկար աշխատել եմ, դա եղել է ուղիղ 10 տարի առաջ, երբ ավարտեցի Գեղարվեստի պետական ակադեմիան ու շեշտադրումը, ուսումնասիրությունը այն էր, որ կավի որպես կիրառական նյութ ընկալման մերժումներ, դրանից հետո սկսվեց մի փուլ ստեղծագործական, ինչը մինչ օրս շարունակվում է, ու իմ համար կարևոր էր այս 10 տարվա ընթացքում անելիքս, այսինքն ինչ եմ արել, ինչ փոփոխությունների է ենթարկվել, ինչը միանշանակ եղել է, ուզում էի յետադարձ հայացք լիներ, այսպես ասած, բայց միևնույն ժամանակ ասելիքս, բուն ուսումնասիրվող թեմաները շատ չեն փոփոխվել։ Զարգացել են, բայց մեծ հաշվով նույնն է մնացել։ Այդպես ցուցահանդեսը դրանով ինձ համար շատ կարևոր էր այս ունենալ ու արվեստանոցի տարածքից գործերը դուրս բերելը, որովհետև մի բան է, երբ քո տարածքում ես տեսնում, մի բան է, երբ լրիվ քեզանից առանձնացնում ես ու թույլ ես տալիս հանրությանը տեսնելու, քննադատելու, քննարկելու։ Չգիտեմ, հուսով եմ ինձ հաջորդ քայլերի համար սա մեկ ուրիշ փուլի սկիզբ կլինի, որովհետև ամփոփման հետադարձ հայացքի նման մի բան է այս ցուցահանդեսը։ Շատ լավ, մեր պատկերացումներում կերամիկան հաճախ ասոցացվում է կիրառական կենցաղային իրերի հետ, իսկ այստեղ դուք մերժում եք այդ մոտեցումը եւ կուզեի խոսենք, թե օրինակ ձեզ համար որտեղ է ավարտվում կենցաղը եւ որտեղ է սկսում արվեստը։ Կա որոշակի սահման։ Ինձ թվում է այն պահին, երբ որ դու չես ընկալում արվեստի գործ, որպես իր այդ շփումդ դառնում է շատ կենսական, այսինքն իրան կարող ես վերցնել մի տեղից մյուսը դնել ու ոչ մի հարցադրում, ոչ մի այլ կողմից դիտելու ցանկություն չի առաջացնում, այդ արդեն կենցաղի մի մաս է։ Բայց երբ որ ամեն հարաբերվելուց այդ գործին քեզ մոտ ինչ որ հարցեր կարող է առաջանալ, այդտեղ արվեստն է սկսվում, կարծում եմ։ Չգիտեմ ինչքանով պարզ միտքս ձևակերպեցի, բայց ընկալման մեջ, այսինքն դու երբ իրան քո առօրյայի մաս է, դա կիրառական է։ Երբ դրանից դուրս է գալիս, արդեն վերջանում է այդտեղ կիրառականությունը։ Բայց ամեն դեպքում այդ կիրառականությունը ձեր արվեստում դուք մերժում եք։ Այո։ Իսկ որտեղից է գալիս դա։ Նախ նյութի հանդեպ երևի վերաբերմունքից, որովհետև կավը ինչքան էլ ինքը պրակտիկ կենցաղում օգտագործվող ինչ որ բան կարող է դառնալ, բայց շատ ավելի հնարավորություններ ունի։ Ու մի տեսակ եթե ես կամ ընդհանրապես երբ որ ընկալվում է դա որպես կիրառական կենցաղային իրերի նյութ, քիչ հնարավորությունները սահմանափակվում է, բայց դրանից ավել է ինքը իր հետ փափուկ վիճակում կարող ես շատ ձևեր ստանալ, շատ ֆորմաների հետ աշխատել, բայց դրանից հետո ինքը շատ ամուր, ինքնուրույն իր է դառնում ու հիմնական խնդիրն է նա, որ իրան բացահայտելու սահմանափակում է մտնում այդտեղ։
Եկեք խոսենք ձեր գործերի փիլիսոփայության մասին, որովհետև ես տեսա ցուցահանդեսը եւ շատ մաքուր, հոգեվոր, շատ հանգիստ եւ շատ հետաքրքիր տպավորություն թողեց։ Ես չեմ կարող ուղղակի բառերով նկարագրեմ, որպեսզի մեզ լսողները հասկանան, բայց շատ տպավորված եմ անի եւ շատ ուրախ եմ մանավանդ այն բանի համար, որ ձեզ առաջին անգամ որպես արվեստագետ ինձ համար հայտնաբերեցի ու շատ ուրախ եմ, որ առաջին անգամ ձեզ հրավիրեցի զրույցի։ Կուզեի խոսենք ձեր գործերի փիլիսոփայության մասին, որովհետև ձեր տեքստում դուք նշել էիք մի անուն, որը ինձ հայտնի է այդպես փիլիսոփայության, մետաֆիզիկայի մեջ, ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Անրի Բերգսոնի այսպես անունը տեսա եւ կուզեի բացենք մի քիչ ճակերտները, թե ինչ հարաբերություններ կան նյութականի եւ հոգեվորի եւ փիլիսոփայության հետ մեջ, ինչպես են նրանք իրար փոխ ազդում, փոխ լրացնում։ Ամենակարևոր երևի ինձ հուզած ինձ հարազատ ձևակերպումը այն է եղել, որ ժամանակի ընկալումը, գծային ընկալումը, երբ իրար հաջորդում են գործողություններ, իրադարձություններ ու դրանք հնարավոր է բաժանել, հաշվել։ Բայց կարծում եմ, որ ժամանակը եթե առանձնացնենք իրար հաջորդող գործողություններից, ամբողջական չի լինի։ Նույն շերտերի մասին առաջին հարցին վերադառնալով, շերտերը առանձին են, չէ՞, ընկալվում են, բայց իրանք իրար հետ կապվում են ժամանակով ու մեկը նախորդի շարունակությունն է, դրանով հետո առաջացողի սկիզբն է։ Այսինքն այդ առանձին գոյություն ունեցող ու ամբողջը իրար կապելու փիլիսոփայությունը ինձ շատ հարազատ է ու բոլոր գործերում ժամանակի ազդեցության հետևանքների մասին եմ մտորում բոլոր գործերը ստեղծելուց։ Ամենայն դեպս ինչ որ ներկայացրել եմ դրանք։ Տեսակ, որ ինչ որ ձևով միանման եք մտածում Բերգսոնի հետ, կամ մոտ է գուցե մտածում։ Երևի մոտ, որովհետև չեմ ուզում այդպես մտածել, որ միանման, մոտ, հա, ինձ հարազատ էր իր ուսումնասիրությունները, իր ազդեցությունը շատ եղել է տեքստի մեջ, ուսումնասիրությանս մեջ։ Եկեք խոսենք, թե օրինակ ինչ է տալիս ստեղծագործական process-ը ձեզ, քանի որ երբ մենք նախնական զրույց ունեցանք, ասում էիք, որ ընդհանրապես նյութի նկատմամբ հարգանք է պետք ցուցաբերել եւ խոսում էինք նաեւ նյութի հանդեպ այդ ինքնակենտրոնացման ու նաեւ այդ ինչ որ իմաստով ծիսակարգ է դառնում այդ ինքնակենտրոնացումը։ Եկեք խոսենք, թե ինչ է տալիս այդ process-ը եւ ինչ է այն փոխանցում նաեւ, արդյոք այն ինչ որ դուք ստանում եք նաեւ հնարավոր է դառնում փոխանցել մեզ դիտողներիս։ Փոխանցելու տեսանկյունից չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել ինձ համար աշխատանքային process-ը դա շարժում է ստեղծագործելը։ Շարժման հետևանքով, այսինքն եթե նույնատիպ կրկնվող դետալներ եմ անում, դա ինքնակենտրոնացման, բայց միևնույն ժամանակ ոչ կտրվելու, ոչ վերանալու համար է դարվում, այլ մտածելու, այսինքն մաքրվելու կողմնակի ազդակներից ու կենտրոնանալու գործի ու այդ պահին ինձ հետաքրքրող հարցերի շուրջ մտածելու։ Իսկ ընդհանրապես ձեր արվեստը որ արվեստի շարունակությունն եք համարում, ասենք, որ ժամանակաշրջանի, որ հեղինակների գուցե բարդ հարց եք տալիս, բայց մի շրջան կար, ինձ հետաքրքիր էր կավը միքսել, աշխատեցնել տարբեր բնական նյութերի հետ, այսինքն ավելի շատ փորձարարական շրջան էր, որտեղ մետաղների հետ, խոտերի հետ էի աշխատում, հող էի խառնում եւ այլն, ու շատ հետաքրքիր էր, ու կարծում եմ կերամիկայի մեջ այդ փորձաշրջանը, փորձությունների շրջանը պիտի պարտադիր ունենաս, որովհետեւ դրանից հետո կմաքրվի թե չէ, իմ դեպքում հիմա մաքրել եմ կողմնակի նյութերից, այսինքն փորձում եմ հենց նյութով միայն աշխատել։ Մաքուր կավի հետ։ Բայց այդ շրջանը շատ կարևոր էր ու հողարվեստին էր բնականաբար մոտ։ Ուզում էի հարցնել։ Ինչը, չգիտեմ, երևի այդ տարիքում, այդ ուսանողական տարիների
ավարտին մոտ մի շրջան էր, ավելի շատ որ ուսումնասիրում ես, ուզում ես հասկանալ ինչ հնարավորություններ ունի այդ հատկապես ասացի, որ մերժում էր, այդ մերժումը պիտի ինչ որ մի ուսումնասիրությունների հետևանքով լիներ, դա էր։ Իսկ հիմա ավելի նայեք աշխատանքները հիմնականում չէ անվերնագիր էին, դա պատահական չի, բաներ կան, որ ես չեմ ուզում ուղակի դա նշել, ուղակի անունը գրել, որ ուղղորդեմ դիտորդին, այլ ուզում եմ ընդհանուր նայեն աշխատանքները, ընդհանրական կոնկրետ ցուցահանդեսը ինքը մի պրոյեկտ է, այսպես ասած, առանձին չեմ ուզում ընկալվեն որևիցե գործ։ Այդպես։ Իսկ ընդհանրապես կանանց թեման, եսի թեման նաև այնտեղ նկատեցի ինչ որ իմաստով կանացի եւ մարմնականության եւ ֆիզիկական այդպես դրսևորումների հետ ու ընդհանրապես ուզեի խոսեինք թե ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում, որովհետեւ չի ուզենա կապել ձեզ, եթե դուք կին եք, ուրեմն կանանց թեմաներով կամ կանանց խնդիրների մասին պիտի խոսեք։ Ինչ խնդիրներ են այսօր ձեզ նաև հետաքրքրում զուգահեռ։ Հա, կանանց հետ կապված, կանանց թեման ինձ հետաքրքրում է, առհասարակ մարդու թեման կարելի է ասել։ Փոփոխությունները, էլի հետ ենք վերադառնում ժամանակին, ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեզ, թե ֆիզիկական, թե հոգևոր, այսինքն դրա շուրջ մտորումներ, ոչ այն թեմաները, որոնց մասին ընդունված չի խոսել, բայց այդ ամեն ինչը չեմ ուզում շատ կտրուկ լինի, շատ պրովոկացիոն լինի, դրա ցանկությունը չունեմ, այսինքն ավելի շատ էլի մտորումների մասին է։ Ոչ թե ես ինչ որ կոնկրետ խնդիր եմ բարձրացնում, որ այ սրան պետք է ուշադրություն դարձնել, այլ ինձ այդ պահին ինչ է հետաքրքրում է, դրա շուրջ մտածում եմ։ Մտածելու process է ստացվում ստեղծագործելը։ Այո, իսկ այդ փոփոխությունները անմիջական շատ կանացի են։ Փոփոխականությունը որոշ գործերի մեջ, հա, շատ կանացի են, շատ կոնկրետ կանացի են։ Կենսափորձի փոփոխության այդպես ֆիզիկական փոփոխությունների մասին են, բայց ուզում եմ ավելի շատ մարդկային փոփոխությունների մասին ընկալվի ամբողջական աշխատանքները։ Հոգևոր իմաստով թե առհասարակ եւ հոգևոր եւ ֆիզիկական, այսինքն բոլոր փոփոխությունները, ինչը ժամանակի ազդեցությամբ է տեղի ունենում։ Խոսեցինք փոփոխության մասին, Կուզեի նաև հարցնել, թե ինչպիսին է ձեր հարաբերությունները առհասարակ մեր ժամանակի հետ, որովհետև շատ արվեստագետներ, ովքեր ուղակի աշխատում են այնպիսի նյութի հետ, ինչը որ անցյալում է, այսինքն AI գործիքների, նորագույն տեխնոլոգիաների հետ չի իրենց աշխատանքը, իրենք կարծես թե մեկուսացած են այսօր եւ ավելի հիմա մենք խոսում ենք ձեզ հետ խոսում ենք այնպիսի թեմաների մասին, ինչը օդում շատ քիչ է հանդիպում, չէ՞, մենք եթերից առաջ էինք խոսում, որ այսօր քաղաքականությունը այսպես շատ ագրեսիվ ճնշում է գործադրում, իսկ մենք նստած ինչ-որ արվեստից, հոգևոր թեմաներից ենք խոսում, եւ առհասարակ ինչպիսին է ձեր հարաբերությունները այս մեր ժամանակի հետ, սոցիալ, քաղաքական, հասարակական իմաստով, արդյոք դրանք վատ իմաստով ձեր արվեստի կամ ձեր վրա ճնշում գործադրում են, թե հնարավորություն են տալիս նորովի նայելու ինչ որ որոշ բաներ։ Անհնար է այդ ամեն ինչից փախնել, խուսափել, ինձ թվում է պետք է գիտակցես, որ այդ իրականությունում ես ապրում ու դրանից հետևություններ անես, թե կուզես դա արվեստի դաշտ բերել, թե չէ, այդ արդեն ընտրության հարց է։ Կոնկրետ ինձ համար այս շրջանում ամեն դեպքում ես փորձում եմ կողմնակի ազդակներից զգույշ մնալ, որովհետև անձնական ստեղծագործական շրջան է ինձ մոտ ու հանրային կամ քաղաքական ինչ որ թեմաներ չեմ ուզում բերել, բայց կարող է եւ ինչ որ մի պահ գա ուզենամ դրա մասին էլ խոսել։ Կոնկրետ այս փուլում ինձ համար կարևոր է այդ ամեն ինչից, այդ ամեն ինչը թողնել արվեստանոցի դռնից դուրս։ Հա, համենայն դեպս այդ ներքին հանդարտությունը, որը կար ձեր գործերում,
դրանք ընդհանրապես չի խոսում այսօրվա մեր քաոսային տրամադրությունների մեջ եւ սոցցանցերի տրամադրությունների այսպես երբեմն նույնիսկ շատ ագրեսիվ եւ հենց այդ պատճառով էլ շատ կուզեի որ ձեզանից շատերը հարգելի հեռուստա եւ ռադիո լսողներ եւ դիտողներ անպայման գնաք նայեք Անի գործերը գուցե շատ հետաքրքիր մտորումների առիթ ունենաք Անի ցուցահանդեսում համադրված էին կերամիկան ու գրաֆիկան ինչպես են դրանք իրար փոխլրացնում եւ ինչու եք դուք որոշել դրանք մի հարթության բերել եւ փորձել այդպես երկխոսություն ստեղծել դրանց մեջ քանի որ մոտեցումս միտքս նույն ձևով է աշխատում թե նյութի փոխվելուց ոչինչ չի փոխվում ինձ համար այսինքն այդ պահին ես որոշել եմ ջրաներկով մատիտներով նկարել թե կավի հետ աշխատել մեծ հաշվով զգացողությունս չի փոխվում դրա համար իրանք ինձ համար մի ամբողջականություն են ու քանի որ հստակ ես տեսնում եմ իրենց կապը ուզեցա նույն հարթակում ներկայացնել ու կուզենայի որ չառանձնացվեին իրարից, այսինքն Անի կերամիկական աշխատանքները ու գրաֆիկական աշխատանքները։ Այո, հենց այդպես էլ ընկալվում էր, դրանք ոնց որ թե իրար հետ մի ամբողջական տեսքով էին ներկայանում, չգիտեմ, ամեն դեպքում կար այդ կապը, ես նկատեցի գործերում կապը։ Մի քիչ վախենում էի, որ կարող է այդ իմ մտքում է, քանի որ իմ գործերն են, բայց հետաքրքիր է հանդիսատեսի կողմից էլ լսել, որ արդյոք տեսնում են այդ կապը, թե առանձնանում է։ Ամենայն դեպս կարծում եմ, որ ես մենակ չեմ, որ նկատել եմ այդ կապը, գուցե այլ դիտողներ նույնպես ձեզ այդ մասին ասել են։ Ամեն դեպքում քանի տարվա աշխատանքի արդյունք է այս գործերը գրաֆիկական աշխատանքները ավելի վաղ երևի 18-19 թվից սկսած քանդակները կերամիկաները ավելի վերջին տարիների երևի 3 տարվա ընթացքում արված աշխատանքներ են իսկ ճենապակուց աշխատանքները արդեն վերջին 2 տարվա աշխատանքներ են Իսկ ո՞նց են իրենք իրար հետ խոսում տարիների հետ ժամանակը չի արդյոք անդրադառնում իրենց օրինակ 18 թվականը արդեն ոնց որ անցյալում է Ճիշտն ասած բավականին դժվար էր ընտրել այն աշխատանքները, որոնք որ ներկայացրել եմ, այսինքն շատ զտվել է, այնպես չի ինչ արել եմ, դրանք ներկայացրել եմ, այսինքն մոտեցմամբ, տրամադրությամբ ինչ որ ընդհանրություն ամեն դեպքում ես տեսել եմ, գտել եմ, այդպես երևի կապ փորձել եմ դրանով ստանալ, պատահական գործ փորձել եմ չբերել ամեն դեպքում չներկայացնել։ Ընդհանրապես ժամանակակից արվեստում անկանխատեսելիության տարը միշտ կա ու շատ հետաքրքիր է, ես ձեր գործերի մեջ տեսա, որ շատ ջանք չկար, բայց միևնույն ժամանակ կար իհարկե։ Կար իդեա, բայց ավելի քիչ ջանք, ընդհանրապես կավի հետ աշխատելիս միշտ այդ կա այդ անկանխատեսելիության տարը, որքանով եք թույլ տալիս, որ նյութը ինքը թելադրի ձեզ։ Կերամիկայի մեջ դա ամենաշատն եմ սիրում, քանի որ չես հոգնում։ Այսինքն ամեն անգամ վառարանի մեջ գործը դնելուց դու չգիտես բացելուց հետո դուրս կգա թե չէ։ Օրինակ փորձ եմ ունեցել այդ որ նշեցի խոտերի հողի հետ փորձարկումներ էի անում։ Մի անգամ վառարանը բացեցի, ուղղակի մոխիրը թափվեց, ամբողջ արվեստանոցը ծխի մեջ էր լցված, այդպես դեպքեր շատ է եղել, բայց եթե այդ ճանապարհով չանցնես, չես հասնի մի կետի, որտեղ որ դու որոշակիորեն տիրապետում ես ու կանխատեսում ես ինչ պիտի դուրս գա վառարանից։ Այսինքն ճանապարհ պիտի անցնես, որ գա այն կետին հասնի, որտեղ դու վերահսկում ես լինելիությունը։ Իսկ այդ փորձարկումները ինչ են տալիս առհասարակ հաճելի է այդ ընթացքը շատ ինձ մոտ անպայման գրառումներ եմ անում օրինակ տվյալ նյութը որ թրծման ընթացքում ինչ փոփոխությունների ինչն է հարմար այսինքն կարող եմ 10 աստիճանը չէ մեզ թվում է ջերմաստիճան 10 աստիճան ինչ պետքա փոխի բայց շատ բան կարող է փոխի ու այդպես անընդհատ փորձարկումներ գրառումներ ու վերջում հետո ամփոփում ես հասկանում ես որ դեպքում ավելի լավ արդյունք լինում ինչը ինձ ամենայն դեպս դուր է գալիս այս
անընդհատ սովորելու process-ը, որովհետև անընդհատ նոր նյութ է հայտնվում, պիտի հասկանաս դրա լեզուն, պիտի հասկանաս թե աշխատելը ոնց աշխատես, թե ոնց թրծես, ու ինքը ամբողջական process է, այսինքն բացի դու ստեղծագործելուց, պետքա տեխնիկապես տիրապետես նյութին։ Ես գիտեմ, որ դուք նաև որմնանկարների վերականգնմամբ եք զբաղվել եկեղեցիների եւ հետաքրքիր է թե այդ գործը որքանով է ազդել ձեր այսօրվա ստեղծագործությունների վրա եւ ինչ ձևով ու ինչ չափով։ Կոնկրետ մի շարք էլ ունեմ, որոնցից մի քանիսը ներկայացված են ցուցահանդեսին, ժառանգության շերտեր կոչվում, այդ շարքը վերնագիր ուներ, քանի որ ռեստավրացիայի մեջ շատ կարևոր է համբերատարությունը, կարևոր է ուշադրությունը ու չմոռանալ կողքը ինչ նյութի հետ, ինչ շերտի հետ ես աշխատում, այդ մոտեցումը բերել եմ հստակ հասկանալով նույն տեխնիկան բերել եմ կերամիկայի դաշտ ու քանի որ որմնանկարների վերականգնողական աշխատանքի մեջ շատ կարևոր է փոքր գծերով աշխատել, գույնը բաշխել ենթաերանգների, նույն տեխնիկայով այստեղ աշխատելով կարծես թե անդրադարձ եմ արել այն շրջանին, այդ աշխատանքային շրջանին, որը շատ կարևոր է եղել, համբերություն մշակելու, զարգացնելու, ուշադրություն միշտ պահպանելու, այսինքն ոչ մի վարքյան դու իրավունք չունես մտքերով ընկնել աշխատելու process-ում։ Նույն այդ մոտեցումը վերել եմ այստեղ կոնկրետ այդ շարքի մասին, բայց ընդհանուր կարծում եմ իրար հետ շատ կապված են, որովհետև թե կերամիկայի կավով աշխատելու ժամանակ, թե վերականգնողական աշխատանքի ժամանակ շատ կարևոր է ուշադրությունը ու համբերատարությունը, որ պահին, որ ես չեմ կարողանում լինում է, չէ, ուղղակի չես կարողանում նույն գործողությունը անել, դադար պիտի տաս, այդ դադարի զգալու պահն է շատ կարևոր, որ հասկանաս որ պահին պիտի դադարես։ Եվ սովորաբար չեք սխալվում այդտեղ։ Սխալները անհնար է կոնկրետ ստեղծագործելուց, հա, կերամիկայի մեջ ավելի անհետևանք է, որովհետև ի վերջո իմ նյութն է, բայց որմնանկարների մեջ երևի թե պիտի փորձես ընդհանրապես չսխալվել։ Իսկ ինչն է ձեզ այսօր խանգարում մեծ հաշվով ստեղծագործելու, դրսևորվելու եւ այլն։ Խանգարել չի ուզենա խանգարել, ավելի շատ խնդիրներ եմ տեսնում, որը որ բարդացնում է այն ճանապարհը, որ ընտրել եմ, կարող է դա ավելի շատ տեխնիկական է, օրինակ, եթե դեպքում ինչ խոչընդոտներ։ Օրինակ, շատ տեխնիկական ասեմ, հա, մեծ գործեր անելու համար պետք է միշտ հաշվի առնես վառարանի չափը, միշտ հաշվի առնես քո ուժը, ինչքանով դու կարողանաս իրան տեղադրել վառարանի մեջ հանել, որովհետև դա թվում է թե հեշտ պիտի լինի, բայց մի փոքր վրիպում կարող աշխատանքը ուղղակի վնասես։ Այսինքն կոնկրետ կերամիկայի հետ կապված պիտի հաշվի առնես շատ գործոններ։ Մյուս կողմից աշխատանքների տեղափոխել, այսինքն շատ բաների մասին է սկսում մտածել, ինչը ցանկալի կլիներ ստեղծագործողը չմտածեր, այսինքն ինքը չաներ, բայց զուտ կազմակերպչական կազմակերպչական ներկայացուցչական, այսպես, հա, բայց դրանք էլ լուծվող են ու ինձ համար շատ կարևոր է չկենտրոնանալ դրա վրա, որովհետև դա կսկսի թելադրել ինձ, թե ինչպես ինչ չափի աշխատանք անեմ, ինչից ես հնարավորինս խուսափում եմ։ Անի, իսկ մթնոլորտ կա մեզանում արվեստի մթնոլորտ, որոնք իսկապես պահանջում են արվեստ, գնահատում են։ Կա, բայց դա շատ նեղա իմ կարծիքով այդ սահմանը շատ նեղա ու կուզենայի ինչ որ մի ձևով կարողանայինք գրավել այն մարդկանց արվեստի դաշտ, արվեստի մեջ, ովքեր առօրյայում որևիցե կերպ չեն առնչվում, որովհետև դա մեծ խնդիր է դպրոցներից սկսած, երբ որ երեխան չգիտի ոնց հարաբերվի արվեստի գործի հետ, օրինակ ձեռք չտա, չգիտեմ, չվնասի կամ դրսում ինչ որ գործադրված, որի վրա պետք չի նստել, չգնա նստի, չգիտեմ, տարական բաներ են, որ այդ այնքան առօրյայի մեջ պետք է մտնի, որ մենք դրա մասին չմտածենք։ Այո, շատ սովորական բան պետք է։ Հա, չմտածես, որ օրինակ եթե դրսում կերամիկայից քանդակ է դրված, արդյոք մի տարի գոյատևի թե ոչ։ Այսինքն այդ ինքնակրթման կամ մի խոսքով կրթության հետ եմ կապում այդ խնդիրը։
Դուք նույնպես դասավանդում եք, դուք նախ եւ առաջ ինչ եք սովորեցնում ձեր ուսանողներին։ Մտածել, հարցեր բարձրացնել ու ճիշտ հարցեր տալ։ Դասախոսին կլինի, թե կողքի աշխատող ընկերոջը կլինի, որովհետև ինքնանպատակ չպիտի լինի ոչ մի բան, կարծում եմ։ Ես օրինակ շատ եմ խոսեցնում ուսանողներին, ինչ որ բան են էսքիզ են բերել, ինձ շատ հետաքրքիր է ոնց են եկել, ինչքան ժամանակ են ծախսել, ու փորձում եմ մաքսիմում հարաբերությունը նրան հասցնել, որ իրենք կարողանան ոչ թե տեղում ինչ որ մի բան մտածեն, արագ պատասխանեն, իրոք ուսումնասիրած լինեն, ինչ որ մի ճանապարհ անցած լինեն այդ էսքիզը ներկայացնելուց առաջ։ Դա շատ եմ կարևորում։ Եվ փորձենք ամփոփել մեր զրույցը, հաջորդը ինչ է լինելու։ Ինչ ծրագրեր կան ստեղծագործական, հետազոտական, հաջորդը կարծում եմ մի փոքր դադար կլինի, որովհետև ինչքան էլ էներգիա տալիս է ցուցահանդեսները, դրանց հետո մի հատ դադարի պահանջ է զգում։ Փոքր ցուցահանդեսներ, պլաններ կան, դրանց մասին հիմա չմանրամասնեմ, որոնք որ պիտի լինեն, շատ կարևոր ինձ համար միջազգային։ Դրանցից հետո երևի մի նոր փուլ պիտի գա, որովհետև սա արդեն ինչ որ մի ձև, ինչ որ ներկայացրել եմ, ամփոփվել է։ Իսկ դրսում ինչպես է ընկալվում ձեր գործերը։ Դա էլ շատ բարդ։ Ինչ արձագանքներ են եղել։ Նախ տարբեր են, զգում են, որ իրենց շուրջ տեսածից տարբեր են, այսինքն քանի որ մենք փոքր երկիր ենք, մեր մասին շատ տեղերում այդքան էլ չգիտեն, զարմանում են, որ ինչի չգիտեին մինչև էս, ու իրենց համար մի նոր բան են տեսնում, հիմա այդ նոր բանը ինչ ձևով է անցալվում կամ ինչ է իրենց տալիս, չեմ կարող ասել։ Ընդհանրապես մեր մշակույթը տեսանելի է ըստ ձեզ կարծում եմ ձեր գործերում, իմ գործերում։ Ընդհանուր առմամբ խնդիր ունենք միջազգային հարթակներում ներկայացվելու, դա չգիտեմ, շատ խնդիրներից, շատ հարցերից է գալիս, երևի թե, բայց փոքր քայլերով փորձում եմ միջազգային հարթակներում ներկայացնել։ Հիմա օրինակ աշխատանքներիցս մեկը կերամիկայի միջազգային թանգարանում է ներկայացված, որտեղ առաջին հայ կերամիկն եմ, որ ներկայացվել է։ Այդպես, ինչը ինձ թվում է կարևոր է։ Շատ լավ, ձեզ հաջողություն եմ մաղթում, Անի, սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրն այսօր արվեստագետ Անի Քանանյանն էր, մենք խոսում էինք իր նոր ցուցահանդեսի մասին, որը բացվել է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, ցուցահանդեսը կոչվում է Շերտերի արանքում, դուք նույնպես կարող եք այդպես Աբովյան փողոցով անցնելիս մտնել, նայել, հետաքրքիր է, շատ դրական լիցքեր եւ էմոցիաներ ստանալ։ Իսկ զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն